Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցային ակտիվություն է դրսևորում, մեկնաբանելով իրենց ընտանիքի, իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի կրթվելը նորաձև է նախաձեռնության մասին քննադատությունները։ Նրա գրառումներում ի պատասխան տարբեր ընդդիմադիր գործիչների եւ սոցիալական ցանցի օգտատերերի հայտարարությունների տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ոչիլ, էշ, տխմար, ինտելեկտուալ ղզնիկներ, անդաստիարակ։ Ինքը Հակոբյանը բոլոր նրանց, ովքեր քննարկում են, թե արդյոք ճիշտ է, որ վարչապետի տիկինը դրսևորի նման վարքագիծ կամ էթիկայի սահմաններում է դա, հորդորել է. ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա։ Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում վարչապետի տիկնոջ արտահայտություններին։ Ճիշտն ասած, ես չեմ լսել, որ ինքը տենց բան ասել։ Ես չգիտեմ որտեղից այդ տեղեկատվությունը։ Իրեն քննադատողներին կիսվում է իր էջում եւ վերևում փոքրիկ գրառում է անում իրենց մասին այն մարդիկ, ովքեր քննադատաբար են մոտենում իշխանության իր ընտանիքին, իր նախաձեռնություններին, օրինակ կրթվելը նորաձև է։ Կրթվելը նորաձև չի, կրթվելը անհրաժեշտություն է ինձ թվում, որպեսզի երկիրը բարգավաճի։ Դե նրանք ովքեր քննադատում են այդ նախաձեռնությունները իր ընտանիքի անդամներին, նա այդպես է արտահայտում։ Հիմա տեսեք, նախկին իշխանությունների ժամանակ առաջի տիկինները ամեն հարցում իրանց ճիշտ են պահում։ Հարց։ Նախկին տիկիններն էլ որոշ բաներ անում են, ուղղակի չեն բարձրաձայնում իրենց արածները, այդքան մի բան։ Հիմա ստեղ բարձրաձայնում է, դրա համար ինքը արդեն պիտակավորված է, փափուկ ասած։ Ես կարամ դա ասեմ։ Արդյոք Աննա Հակոբյանի վարքագիծը էթիկայի կանոնների սահման։ Նման վարքագիծը ոչ, բայց ես մտածում եմ միգուցե ինչ-որ նախաբան կար, իհարկե վարքագիծը ոչ, յուրաքանչյուր մարդ եթե մեկը մյուսին տենց վիրավորի, իհարկե դա ընդունելի չի, փափուկ ասած։ Բնականաբար։ Ես ուղղակի ուզում եմ ամեն ինչում տեսնեմ տրամաբանություն։ Միգուցե ինչ-որ մի բան ա եղել նախաբան։ Ես ուղղակի մի բան գիտեմ, որ անցյալում ոչ մեկը չէր կարա այտենց համարձակ իրանց կարծիքը հայտնի։ Բոլորը շատ եղել են վախեցած։ Իսկ հիմա, չգիտեմ, երևի որ տրված է այդ ազատությունը, բոլորը կարծում են, որ կարելի է ասել։ Զզվում եմ իրենցից, իրենց անունը մի տեղ։ Եվ մեր ընտանիքը խիստ ատում է այդ մարդուն հենց 15 թվականից։ Ես ատում եմ իրեն եւ ուզում եմ այս իշխանության կործանումը տեսնել։ Միայն այդ ժամանակ մենք կծաղկենք։ Լավ չի իհարկե։ Ես ձերն պահեմ մնում, որտեղ նախ ձեր տված հարցերը ինձ դուր չեն գա։ Ինքը մակարդակ չունի փաստորեն, որ այդպիսի բաներ արտահայտվում։ Նայեք, ամբողջ աշխարհի վարչապետները, նախագահները, կանայք, որն է ինչ արտահայտում։ Սրանք չեմ ուզում վիրավորական բառ ասեմ, չեմ թույլ տալիս, բայց արժանիք չունեն։ Դե անվայել է, դա իրավունք չունի, նա կոպտելու մեկնումեկի։ Ես այդքանը կարամ ասեմ, եթե քաղաքացիները, ինչպես եւ ես եմ, ես դա չեմ ընդունում, դրա բողոքի ճանապարհն է, թող ինքը մտածի, որ հետագայում կնի ինչ ասել։ Եթե այդպիսի վիրավորանք հասցրել քաղաքացուն, որի իրավունքը իրանք չունեն։ Իրանք մեր երկրի ծառայողներն են։ Ես էլ ծանոթ եմ այդ օրենսդրությանը, այնպես որ ծառայողը իրավունք չունի վիրավորելու, հայհոյելու։ Եթե պետքա 20 անգամ բացատրի։ Եթե իրանք չունեն այդ ունակությունը, խորհուրդ կտամ դուք ձեր լեզվով մի հատ էլ իմ խոսքին ավելացնեք, որ պատկերացնեմ ինչ։ Ես ոչ ոք չեմ կարող ասեմ։ Նույնն են թող ինքը լի, եթե ամանելա։ Ես չեմ լսել, շատ ցավում եմ, եթե իրոք այդպիսի բան ասել, ինձ թվում է միգուցե կոնտեքստը ասեք, ինչ է ասել։ Իրեն քննադատողներին կիսվում է իր էջում եւ գրառում կատարում։ Միևնույնն է, ես մինչև չիմանամ, չկարդամ ամբողջ կոնտեքստը, չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Աննա Հակոբյանից ինչ եք սպասում։ Փաշինյանի կինն է, չէ։ Ну какой муж, такой и жена. Два սպագա պարը, էլ ոչինչ չունեմ ասել։ Ինչու է նման վարքագիծ դրսևորում էթիկայի կանոնները։ Իրա դաստիարակությունն է, ինտելեկտը։ Չգիտեմ։ Ես չեմ էլ ուզում, որտեղ ես Արցախից եմ, ես չեմ ուզում դրա մասին խոսամ։ Դե իրեն քննադատողների մեջ նաև արցախցիներ կան։ Ես գործ չունեմ։ Ես կասեմ, որ նա է, ինքն է դա։ Ինքը այդ ամեն ինչը մարդ արտահայտվում է, ինքը դա է։ Եթե մակարդակ ունենար, այդպես բան չէր ասի ժողովուրդը, հասկանում եք։ Անմակարդակ մարդուց ինչ էիք սպասում։ Չեմ ճանաչում ով ահա։ Նիկոլ Փաշինյանի կինն է։ Չեմ էլ ուզում ճանաչել։
Դե ամենանդասիրակորը ինքն է։ Շատ վատ։ Դե վատ է էլի։ Լավ չի։ Ոչ լսել են ոչ էլ ուզում են բան ասել։ Դատագետությունը չի կարելի։ Շատ էլ ինքը պաշտոնյա անձնավորությունա բոլորը պետք այդպես վարվի, չի կարելի։ Վատ եմ համարում։ Շատ վատ։ Իզանի գործ չունեք։ Շատ վատ։ Ամոթա նույնիսկ միած սովորական կնոջ համար ամոթա այդ խոսքերը ինչու՞ն է առաջին տիկինը։ Իրացից էշը չկա։ Չեմ ուզում քննարկեմ այդ անձնավորությունը։ Ինքի համար ընդհանրապես ինքն էլ իր ամուսինն էլ գոյություն չունեն։ Որ խոսամ շատ կխոսամ էլի։ Ոչ մի առաջի տիկին իրան այդպես չի պահում լասինաներով, 15 տարեկանի նման, հեծանիվով, մեյմունի պես հագնված, մի խոսքով եկեք շատ բան խոսամ էլի։ Նայած որ քաղաքացիների։ Քաղաքացիներ կան, որ արժե։ Ասելու բան չկա։ Մարդը բացի նրանից որ պիտի աստած կուլտուրա ունենա, պետք է արժանի լինի իր աստած խոսքերին։ Ով ինչ ասում է, սկզբից թող իրան նայի։